Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Նոյան Թապանի եթերում գիտական Հայաստան հաղորդաշարն է եւ այսօր մենք զրուցելու ենք Հայաստանի Գիտության ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ֆիզմատ գիտությունների դոկտոր Մարի Կյուրեի համաեվրոպական մեծ մրցանակի դափնեկիր Գրիգոր Բարսեղյանի հետ։ Շնորհակալություն պարոն Բարսեղյան, որ ընդունել եք։ Դուք երկար ժամանակ, երկար տարիներ պայքարում եք Հայաստանի գիտությունների գիտության կազմակերպման եւ բարեփոխման այդ process-ի դեմ, իսկ վերջերս ձեր հոդվածներում ուղղակի ահազանգ է հնչում գիտության հետագա գոյության սպառնալիքի վերաբերյալ։ Ես կխնդրեի սկսենք նրանից, որ պարզ է, որ գիտությունը պետք է բարեփոխել, ինչ սկզբունքներով պետք է բարեփոխել, ինչպես են մեզ մոտ բարեփոխում, ինչ եք դուք առաջարկում, եկեք մի փոքր այսօր այդ մասին զրուցենք ձեզ։ Համեցեք։ Ես պլանավորում եմ խոսել նրա մասին, թե ինչ է առաջարկում Ռուսաստանի ակադեմիկոս Նիգմատուլինը, որը Օկեանոլոգիա ինստիտուտի դիրեկտոր է, շատ մեծ ինստիտուտ է, արտադրություններով իր մեծ շտատով տարբեր տեսակի մասնագետների, որին այս վերջի 3-4 տարին հսկայական քանակությամբ մարդիկ են հետևում, ասենք իր ելույթները, քննադատությունը Ռուսաստանում եղած համակարգի, դիտումները իր հաղորդումների 2-3-4 միլիոն է, այսինքն ահագին մարդիկ գիտեն ու ծանոթ են դրա հետ։ Իմ առաջարկությունները մասամբ նույն ոգով են, բայց ես կուզենայի ցույց տալ, որ իմ մոտ կա շատ ավելի կոնկրետ հանգամանքներ, որը օգտակար է երկրի համար, տվյալ դեպքում Հայաստանի համար։ Բայց երևի երկու բառով ես ցիտեմ սեղ, թե ինչ է պատմել իմ մոտիկ ընկերներից մեկը, որը Տեր-Պետրոսյանի ժամանակվանից մասնագետ է մինիստրների խորհրդում, երբեք չի եղել պատգամավոր կամ քաղաքագետ, մասնագետ է ու բարձր որակի մասնագետ է։ Անունը հատուկ չեմ տա, որ հանգարց իրան իմ ցիտումը բացական չանդրադառնա, ինքը ինձ sense բաներ ասում է, երբ որ գալիս են նոր չինովնիկներ, խոսքը Հայաստանի մասին է, եւ հանդիպում են այդ 5 կադրերի հետ, որոնք 2 տասնամյակ ամեն ինչին տեղակ են, ամեն դետալին ծանոթ են, ամեն օրենքը կարանցիտ են, խոսակցությունը տևում է վայրկյաններ։ Ասում եմ 1-2 րոպեվա ընթացքում այս նորանշանակ ջահելները անում են 10-20 սխալ 1 րոպեվա ընթացքում, երբ որ դու դա նշում ես, խոսակցությունը ավարտվում է։ Պատկերացնում եք, չէ՞ մարդը, որը 20 սխալ է անում, շարունակ է խոսալ մարդու հետ, որը իրան նշում է հետի։ Եվ ստացվում է անեց, որ այս նորանշանակ չինովնիկները իրանք իրար հետ աշխատում են, շփվում են, ինչ-որ հարցեր են լուծում, պետական, ոչ պետական, մասնավոր կարիերայի և ոչ մի կապ չեն ուզում պահածլնեն հին մասնագետների հետ, որոնք ինչ-որ բան գիտեն։ Ես ուզում եմ շեշտեմ, որ դա հիմնական, ինչ ասեմ, բոմբն է հայկական պետության համար, դա սպանիչ էֆեկտ ունի, նույն բանի մասին,
Հա, Պարզապես ես էլ ճանաչում եմ մարդիկ, ովքեր երկար տարիներ անկախ նրանից, որ փոխվել են իշխանություններ, բազմաթիվ անգամ մնացել են իրենց պաշտոնին այդ մասնագետի կարգավիճակով, որովհետև բոլորը ուզեցել են նրանց գիտելիքները օգտագործել իրենց համար։ դե գիտեք ինչ, ստերոյթին վիճակը բավականին խառն է, որովհետև լրիվ այտենց մասնագետներին, որոնք ամեն ինչից տեղյակ են, չեն կարա կդրեն հանեն գցեն։ Դե հա, Ու դա դա ջահելի գործը չի, դրա այդ պետք է անի կառավարության ամենաբարձր աստիճանում կանգնած մարդը, էլի, այսօր կենցաղային իմաստով երևի բացատրելի է բոլոր շատ լավ, նյուանսները։ եկեք Հիմա ես ասեմ, թե ակադեմիկ Նիգմատուլին է ինչ ասում։ Իմիջիալուց ասեմ, որ ես ինքը շատ եմ հավանում իրան, համարում եմ հազվագյուտ խելքի տեր մարդ ու գիտելիքի, որովհետև իր ինստիտուտում կան ամենատարբեր տեսակի մասնագետներ, ինժեներներ, ֆինանսիստներ, գործարաններ եւ այդքան բանը իմանալ ու աշխատացնելը դա շատ բնականա ծանր գործ է։ Իր հիմնական քննադատության առարկան փաստորեն նույնն է, ինչ որ ես այստեղ ասացի, այդ ինչ որ ասացի ինգերս էլ ասում։ Ինքը քննադատում է, որ Ռուսաստանում ամենուրեք պաշտոնի են նստած մարդիկ, որոնք տեղյակ չեն այդ պաշտոնից, որոնք շահագրգռված չեն գործը առաջ տանել, էլի, եկել են ինչ-որ ծանոթով կարիերա կառուցող ստրուկտուրաների միջոցով եւ իրանց նպատակը բոլորովին է ինչի, որ ինքը Ռուսաստանը բարգավաճ երկիր սարքի, էլի, բայց Նիգմատուլինի մոտ թող անհամեստ չհանչի, ես մի քանի շատ խոշոր թերություն եմ տենում։ Երբ որ բազմաթիվ հաղորդումները նայում եմ, ինքը ինչ ասում, ասում է, ինձ Պուտինը հրավիրել է վերջի անգամ 7 ամիս առաջ։ Այդ լավ չի, ասում է։ Ինձ պետք է ավելի հաճախ հրավիրի, որ ես իրան մի քիչ կատակով ասած խելք սովորացնեմ։ Սա կրկնվում է մեկը մյուսի հետևից, էլի ռազ զառազը, ինչպես ասում են։ Եվ բայց դե բանը այն է, որ մարդը ոչ մի բան չի ասում, եթե չի խոսում համակարգի մասին, որը պետքա գործ ունենա առաջինը ֆինանսների հետ, երկրորդը միգուցե առաջինը կադրերի հետ։ Նա ասում է, ես Պուտինին խելք սովորացնեմ, շատ լավ, ես հավատում եմ, որ կարող է սովորացնի, բայց բանը այն է, որ ինքը չի ասում, լավ, Ռուսաստանում կան տասնյակ հարյուրավոր ինստիտուտներ, որտեղ պետք է նստած լինեն մարդիկ, որոնք իրանք էլ ինչ-որ բան հասկանում են, որոնք իրանք կարան իրանց մակարդակով հարցեր լուծել։ Այսինքն, այն ինչ-որ ինքը առաջարկում է Պուտինին, դա չի վերաբերվում այդ հազարավոր, միգուցե տասնյակ հազարավոր կազմակերպություններին եւ նա այսինքն եթե դու սա չես նշում, դու ոչ մի բան չես նշում, սա իմ այսօրվա խոսակցության լեյտմոտիվն է։ Նույնը, եթե դու չես նշում գիտության մեջ կարևորը ինչ է, դու կարաս տասնյակ հազարավոր բաներ խոսաս, որը կարող է 1000 կամ 10,000 արժեք ունենա, բայց քո ասածը չի լինի հիմնական, չի լինի ֆունդամենտալ, չի լինի չի ունենա այդ банальная ключевая роль, не будет, если ты
если ты не сделал это. Ես եթե կարելի է ինձ թույլ տվեք ես հարց տամ, որովհետև Նիգմատուլինի ասածների վրա մենք անցանք, բայց Նիգմատուլինը կարելի է ասել, եթե այսպես շատ ընդհանրացնենք իր կոնցեպտը, դա ֆինանսավորում եւ կադրեր, ինքնակառավարման եւ ակադեմիայի հեղինակության վերականգնում եւ երրորդը չինովնիկների վերահսկողության դեմ մոտավորապես սա է։ Հիմա եկեք դրա վրա ավելի քիչ ժամանակ հատկացնենք, ավելի շատ ժամանակ հատկացնենք նրան, թե դուք ինչ եք առաջարկում։ Հա, հենց ես եկե հասել էի այդ կետին, ուրախ եմ, որ շեշտեցիք, էլի։ Հիմա ես տարիներ շարունակ առաջարկում եմ հետևյալ համակարգը, որը բազմաթիվ կապեր ունի, թե փիլիսոփայական, թե կառուցվածքային, թե մուսուլմանության, թե իուդայիզմ եւ այլն եւ այլն։ Երկու բառով ասեմ, կարող ավել բառով ասեմ, ես առաջարկում եմ կառավարման հետևյալ համակարգը, ուրեմն թե մեր մոտ, թե Ռուսաստանում, թե պոստսովետական տարածությունում պրոֆեսիոնալիզմը արհամարված է, այդտեղ խոսք չկա, էլի։ Հիմա ինչպես անել, որ պրոֆեսիոնալիզմը մտնի պետական կառավարման համակարգ։ Իմ առաջարկը հետևյալն է, առաջինը դու պետք է իմանաս ինչ բան է պրոֆեսիոնալ։ Այստեղ մեծ խնդիր է, շատ-շատերին մտածում է, թե հա էլի գիտենք, այստեղ թեկնածու է, այստեղ են թեկնածու չի, իրեն թվում է, թե իրենք հասկանում են, ինչի մասին են խոսում, իրականում մեծ խնդիր է հասկանալ ինչ բան է պրոֆեսիոնալ։ Երկրորդը, առաջին քայլը ուրեմն պետք է հասկանալ պրոֆեսիոնալը ինչ է, ես օրինակներ կբերեմ հույսով եմ հետո, էլի։ Երկրորդը, լավ, դու կտար պրոֆեսիոնալներին, բայց այս կառավարիչները, այս երեխեքը ծանոթով նստած պաշտոնների արհամարում են եւ վերջ ինչ պետք է անես։ Դու չես կարա պրոֆեսիոնալներին օգտագործես երկրի կառավարման կամ այկան ոլորտում։ Մարդիկ նստած են, պաշտոն ունեն, անձնական հետաքրքրություններ ունեն, ու դու ոչ մի բանով իրեն չես կարա համոզես, որ դու լսի այս մարդուն։ Հիմա իմ առաջարկը հետևյալն է։ Ուրեմն քայլ առաջին պետք է սովորել պրոֆեսիոնալներին ճանաչել։ Քայլ երկրորդ պետք է այդ պրոֆեսիոնալներից կազմել խորհուրդներ։ Խորհուրդներ, ասենք, գիտության խորհուրդ, առաջ էտի կարային ասային ակադեմիան գիտության խորհուրդն է, էլի։ Պետք է կազմես գիտության խորհուրդ, ռազմավարության խորհուրդ, ռազմագիտական խորհուրդ, բժշկական խորհուրդ եւ այլն, եւ դա գործը կեսի կեսն է։ Կարևոր մասը այն է, որ դու այդ խորհրդին պետք է իրավունք տաս, եթե ասենք այս ջահելությունը, էլի, չեմ ուզում խիստ ասեմ, բայց մի անգամ օգտագործեմ մալադնյակ խոսքը։ Մալադնյակը եթե շանտեղ չի դրում պրոֆեսիոնալին, պրոֆեսիոնալները կարան դիմեն վերև։ Որտեղ, ասենք, կարան դիմեն վարչապետին, կարան ամենաբարձրացանը ժողովուրդն է։ Ասենք, պրոֆեսիոնալների խորհուրդը ենթադրենք ռազմական հարցում, կարա հայտարարի, որ ես այս երեխեքին բան եմ սովորացնում, իրենք ինչ շանտեղ չեն դնում։ Եկեք պարզեք, պարոն վարչապետ, եկեք պարզեք, պարոն պրեզիդենտ եւ այլն։ Եթե էտե չլի, վերջի էտապը այդ խորհուրդը կարա դիմի ժողովրդին եւ դա պետքա լինի օրենքով ֆիքսած։ Տեսեք ինչ է ստացվում, պրոֆեսիոնալներին այդ դեպքում ոչ միտեղ չեն կարա արհամարեն։ Ստացվում է մի համակարգ, որտեղ պրոֆեսիոնալները ամեն մեկը իր տեղում դառնում է համակարգի բան։
Սա ներողություն առաջացած հարցերին պետք է պատասխանեք, նոր առաջանցնենք։ Դուք ասացիք, որ պետք է ճանաչենք պրոֆեսիոնալներին, սովորենք ճանաչել։ Դա ինքը հստակական մի պլաստ է աշխատանքի, որովհետև հիմա գործում են այդ գիտական կոչումների մեխանիզմները։ Պետական պաշտոնյայի համար գիտական կոչումների այդ ստանալու մեխանիզմները դա ինստիտուցիոնալացված պրոֆեսիոնալ ծանոթությունների գործիք է։ Այդպես թե ոչ։ Ինչպես ճանաչել պրոֆեսիոնալներին, հարցը սա է։ Դա հələ մի քիչ շուտ է դրան անցնելը, որովհետև ես դրան պետք է հանգամանորեն անցնեմ, եթե ես հիմա մի հատ դրան անցնեմ, Շատ լավ, այդ դեպքում գնանք ձեր տրամաբանությամբ, բայց այդ հարցը բաց մնաց։ Իհարկե։ Հիմա տեսեք, դա բազմաթիվ բաների հետ է կապված։ Իմիջիալոց ես կասեի, դա կապված է նաև հայ ժողովրդի մեջ կա մի հատ շատ մեծ թերություն, որը դե տարբեր մարդիկ, տարբեր հայեր ժամանակ քննադատել են։ Ես հիմա իմ տեսակետը կամ տեսլականը ասեմ դրա վերաբերյալ։ Հայերի մեջ, նաև վրացիների մեջ, տարբեր ազգերի մեջ լիքն են մարդիկ, որոնք չեն ճանաչում, չափը չեն ճանաչում, էլի։ Ասենք կարաս հարցնես մարդուն, կգնաս պրեմիեր մինիստրը լես կամ պրեզիդենտ, հարց չկա, խի չեմ գնա։ Պրեզիդենտի գործը ինչն է, բանը չի, բարեկամներին պաշտոն տալը չի, ես է կարամ։ Ու մարդը համարցակ կարա ասի հա։ Տեսեք, Դեմիրճյանի ժամանակ ոչ մեկի մտքով չեր ասում, չէ՞ որ կարան գնան Դեմիրճյան դառնան, որովհետև կար համակարգ, կար համակարգ, որ դու պետք է անցներ ինչ-որ քայլեր, բան եւ այլն։ Իսկ հիմա Հայաստանում նման համակարգ չկա։ Նման համակարգ կարող է լինի այս մասնագետների խորհուրդները, որոնք պետքա նշեն ինչ բան է, ասենք թե զինվորականը, ինչ բան է գիտնականը, ինչ բան է բժիշկը։ Եվ դա պետքա դառնա չափանիշ բոլոր այն մարդկանց համար, որոնք պետքա համեմատեն իրանց այդ չափանիշների հետ։ Առաջ կային ստանդարտներ, նորմատիվներ կար, որ մարդը հասկանում էր, որ չի բավարարվում։ Հիմա ոչ միտեղ այդ նորմատիվները չեն արտասանվում։ Եվ այս մասնագետների խորհուրդները, որ ես առաջարկում եմ, դա կունենա այդպիսի կարգավորող դեր, մարդիկ վերջը կարան գնան, այդեղ հարցնեն, ես պատրաստ եմ ղեկավարել երկիր, թե չէ, էլի։ Իրանք համ մասնագետների, նման մասնագետների խորհուրդը համ տեղա, որտեղ գիտելիքը կուտակվում է, տեսեք Հայաստանում գիտելիքը ոչ մտեղ չի կուտակվում։ Թվում է մինիստրությունն է, չէ՞, բայց նոր մինիստրը գալիս է, ինչպես Կիրիենկոն էր ասում Ռուսաստանի, ասում է, ես եկա, ինձ թվում էր, թե կոմպյուտերը պետք է բացեմ, հավաքեմ ինչ-որ մի բան, ինձ միլիոնավոր տվյալներ կան, ասում է, չկա այդ ձևի բան։ Եկավ մինիստրը ծառայեց գնաց, դրանից հետո իրան կամ հայում են, կամ դատում են։ Չկա գիտելիքի փոխանցում, չկա Հայաստանում։ Այս առաջարկներ են ստորագրվում, այդ բոլորը արխիվացվում են, ցանկացած այդ տրամաբանության կարելի է մոտենալ, ինչ կլուկասում չկա։ Գիտեք ինչ, այդ փորձի փոխանակումը ոչ միտեղ չի, փորձի կուտակումը եւ փորձի փոխանակումը ոչ միտեղ չի գրանցվում։ Գրանցում են այն ակտերը, այն ինչ որ մենք ժողով ենք ունեցել, այս հարցը քննարկել ենք, սենց լուծում ենք արել։ Դա ապագայի համար ինֆորմացիա չի։
Դա լուրջ բան չի։ Ով ասես, որ այնտեղ մի հատ նորմալ մարդ գոնե եղել է։ Ցույց տվեք գոնե մի նորմալ մարդ, որ այդ ժողովի կամ այդ որոշումը ընդունելուց բանը։ Բայց արդյոք ձեր իրենց չիմանալը կարող է բերել նրան, որ չկան այդպիսի մարդիկ։ Ես այդ չեմ քննարկում, ես ասում եմ իմ առաջարկած տարբերակում մասնագետները արդեն իրանք եղած երկրի ամենալավագույն մասնագետներն են ու իրանց կուտակած փորձը իրանց թողած ժառանգությունը դա պատմությունը եւ դասա ժողովրդի համար այնինչ այդ ինչ որ դուք ասացիք բայց այստեղ մեկ ուրիշ հարց էլ կա որ անպայման պիտի պատասխանեք դրան անցնելուց առաջ մեկը մասնագետների հարցը մենք դեռ հիշում ենք որ անդրադառնալու ենք սրանց ովքեր են այդ մասնագետները եւ ինչպես են կընտրում երկրորդ հարցը բայց չէ որ պետության քաղաքական ընթացքը այդպես ուղղագիծ ընթացք չի պետության ասենք տարբեր իշխանափոխություններից հետո պետությունը տարբեր հարցերում ուզում է այլ ճանապարհով ընթանալ ինչ որ նախորդն է օրինակ ամենատիպիկը այս 18 թվականի հեղափոխությունից հետո երբ հռչակվեցին ինչ որ սկզբունքներ որ չպետք է կոռուպցիա լինի չպետք է էս լինի այն լինի եւ միշտ չէ որ նախորդ այդ մասնագետների այս դեպքում ճակերտներով եմ օգտագործում փորձը կամ բանը պետք է լինելու է սերունդի այլապ եթե այդպես լինել չէր լինի այդ ռևոլյուցիոն զարգացումը կլիներ միայն էվոլյուցիոն զարգացում Դե ես ինչ ասեմ ես հիմա չեմ ուզում մտնեմ այդպես պատմության սոցիոլոգիայի շերտերը բայց արդեն մի քանի անգամ կրկնեցի որ կարևորագույն բանը պրոֆեսիոնալիզմն է եւ այդ իմաստով այս առաջարկած կառույցը շատ օգտակար է այդ երկրի մեջ պրոֆեսիոնալիզմը պահպանելու համար շատ լավ իսկ մնացած հարցերը իմ ոնց ասեմ իմ հարցերը չեն էլի շատ լավ այդ խորհուրդների մասին ասենք պրոֆեսիոնալների էլի շարունակենք դա քննարկել այսինքն դուք պատկերացնում եք դա պետական կառույց որի խնդիրը խորհուրդ տալն է կամ են քաղաքական պաշտոնյանին քաղաքական ճանապարհով մեր մոտ հիմա փաստորեն կուսակցությունների կողմից ընտրությունների միջոցով առաջացած ինչ որ մեխանիզմ եւ ինչ ալնում են դեպքում երբ որ այս կառույցի տված խորհուրդը այնուամենայնիվ այս պետական պաշտոնյան չի ընդունում շատ լավ հարց եք տալի որը արդյոք եւս մեկ անգամ կրկնեմ իմ նշած հիմնական կետերից մեկը մասնագետների խորհուրդները պետք է ունենան իրավունք բողոքարկել այն նման իրավիճակը տեսեք մենք մի անգամ պատտվանք ամեն ինչի շուրջ էլի եկանք դրան եթե այդ հնարավորությունը մասնագետների խորհուրդը չունի մալադնյակը կամ չեմ ուզում ասեմ բայց պետք է ասեմ բացանե ինչ ասես կարան անեն շատ լավ բայց ներողություն մեր իրողությունների մեջ այդ մալադնյակին կամ բացանների ոնց որ դուք եք ասում նշանակում է մի մարդ ում ձեռքում կենտրոնացած է սահմանադրել ամբողջ իշխանությունը դա նրա որոշումն է նշանակել այդ մարդուն դուք կարող եք բողոքել բայց ես չգիտեմ արդյունքը ինչ կլինի չեմ կարող պատասխանել այդ հարցին ես առաջարկում եմ կարելի ասել մտավոր էքսպերիմենտի տեսանկյունից առաջարկում եմ իդեալական համակարգ կընդունի թե չի ընդունի այդ առաջի դեպքը կհրամայի թե չի հրամայի իր մալադնյակին լսել ավելի խելամիտ մասնագետի դա ես չեմ կարող ասել ես ինչ գիտեմ կարող է իրանց համար իրանց
իրանց այդ կապերը, իրանց թայֆային հարցերը 1 միլիոն անգամ ավելի կարևոր են, քան թե կամայական ուրիշ բան։ Քան թե գիտություն ունենալը, օրինակ, ես չեմ կարող ասեմ։ Շատ լավ, շարունակեք ձեր առաջարկությունների համեմատությունը։ Հիմա ես փաստորեն համեմատեցի Նիգմատուլինի ասացի ու իմ ասացի տարբերությունը, որ ես առաջարկում եմ համակարգ, որը պետք է աշխատի շատ ուրիշ մակարդակները։ Միմիջալս մի բան, չգիտեմ, ճիշտ եմ անում թե չէ, որ նշում եմ ժամանակին իմ հետ կապվավ Շիրխանյանը, Վահան Շիրխանյանը։ Գիտեք այդ Վազգենի բաններ ինքը եւ մենք երկար տարիներ ընկերություն եւ համագործակցություն ունեցանք մինչեւ իր մահը անցյալ տարին մոտարապես այս ժամանակ էլ է։ Իր ուզածը հետեւյալն էր, քանի որ ես բազմաթիվ անգամ առաջարկներ էի արել գիտությանը կազմակերպելու իմաստով, նա ուզում էր, որ մենք իրար հետ աշխատենք եւ համատեղ առաջարկ անենք նույն բանը զինվորական հարցում էլի, զինվորական համակարգ, գրագետ համակարգ կառուցելու իմաստով, բացի այդ ինձ դիմել են որոշ շատ հայտնի բժիշկներ, էլի անունը չեմ տա, էլի ասած պատճառներով, որ վերաշխատենք բժշկության բանով, քանի որ դու արդեն արել ես այդ, էլի ինչ-որ բան գիտես։ Շիրխանյանը օրինակ տասնյակ ժողովներ կազմակերպեց, հիմնականում մեր տանը դե ես այգի ունեմ, որտեղ հարմար նստելու հնարավորություն կա, որտեղ ահագին գեներալներ, նաև Արտասահմանյան գալիս էին այդ ժողովին եւ մենք լուրջ քննարկումներ էինք ունենում։ Եկանք ինչ-որ եզրակացությունների, բայց այդ գործը չավարտվեց, դե բնական է, իր մամար հետևանքով, էլի ուզում եմ ասեմ, անես չի, որ մարդիկ չեն նկատում եւ հաճախ սենց բաներ էլ լինում, էլի։ Ну, սա մի քիչ արդեն ես փաստորեն շեղվա հիմնական թեմայից հիմա, ես ուզում եմ անցնեմ կարելի ասել հիմնական թեմային էլի, դա Սորոսային կանոններն են Հայաստանի գիտության մեջ, դե կարայք հարստայեք կամ չտայեք, թե Սորոսը ինչ կապ ունի էլի, ասեմ, արդեն մենք ասեցինք, որ Մերկելյանին գնահատում են որպես լաբորանտ։ Բացատրեք, ավելի մանրամասն բացատրեք, որովհետև մեր հեռուստատեսությունների մեծամասնությունը, դիտողների մեծամասնությունը մենք ասեցինք, խոսացել ենք դրա մասին, բայց հիմա բացատրեմ։ Միակ չափանիշը, որը կառավարությունը, այսինքն տվյալ դեպքում կառավարությունը ով է, մինիստրությունը եւ կրթության գիտության կոմիտեն։ Միակ չափանիշը, որոնք դրած է սեղանին, դա հոդվածների քանակն է։ Որում հոդվածների քանակը վերջի տարիներին, դրա հետ կապված մի քանի աբսուրդային բաներ կա, երևի հիմա կասեմ հերթով, դրա համար հլը հոդվածների քանակից խոսանք։ Մերկելյանը ամբողջ կյանքում գրել է մոտ 30 հատ աշխատանք։ Ունեցել է մի 60 տարեկան երկարությամբ գիտական կյանք։ Դա նշանակում է կես աշխատանք տարեկան։ Այսինքն, մինիստրության եւ կոմիտեի չամարնիչների համաձայն, եթե նա այսօր սա ալեր, նա պետք է լիներ լաբորանտ, անգամ կրծեր գիտաշխատող չէր կարող ալեր, հասկանում եք ինչի մենք եկանք,
Հայաստանի ամենակարկառուն գիտնականը, որին սա Հայաստանը գիտի, սա աշխարհը գիտի, սրանք գնահատել են որպես ամենավերջին մարդ, ամենաառաջինին գնահատել են որպես ամենավերջին, ստեղ կարելի էր կանգ առնել, ասել մենք ամեն ինչ ասել ենք, հիմա այս մարդկանց տարեք դատեք, ուրիշ ոչ մի բառ իրենք չեն արտասանել են մենակ հոդվածների քանակը, այդ ժուրնալների ռեյտինգը եւ համաձայն իրենց արտասանած չափանիշների Մերգելյանը առաջինը դառել է վերջին։ Շարունակենք։ Թվում է հարցը վերջացավ։ Հիմա ես եմ շարունակեմ։ Հիմա ես եմ շարունակում, ասում եմ հիմնական չափանիշը բարձր որակի գիտնականների համար ես հիմա կսահմանեմ հիմնական չափանիշը որն է, բայց մի հատ էլ կնշեմ, թե հետևյալ էլի, որ մեր ամբողջ համակարգում, պետական համակարգում չկա անգամ մի բառ այդ ուղղությամբ։ Հիմա տեսեք, ես պնդում եմ, լավ թե վատ ինչ-որ բաների հասած մարդ եմ, պնդում եմ, որ ես հիմա խոսալու եմ հիմնական չափանիշի մասին։ Եվ այդ չափանիշի մասին մեր կառավարությունը, մինիստրությունը, կոմիտեն ոչ մի բառ ոչ մի տեղ չեն արտասանել։ Կարելի է նորից ասել, ես իմ ասելիքը ասեցի, տարեք այս մարդկանց դատեք։ Հիմա որպեսի բացատրեմ, սկսեմ սենց մի պարզ բանից, որ ամեն քիչ շատ զարգացած մարդ պետք է միարժեքորեն հասկանա։ Ինչ է նշանակում դպրոց ավարտել։ Կա պետական քննություն, չէ՞, ասենք մարդիկ հավաքվում են, քննություն են անցկացնում, ասում են այս մարդը արժանի է։ Թողենք արժանիր թե չէ։ Պրոցեսի մասին եմ հələ խոսում։ Հետո նույն բանը համալսարանում կամ ինստիտուտում կամ քոլեջում հավաքվում են կոմիսիա է, ասում է այս մարդը արժանի է։ Նույն բանը գնում է, երբ որ մարդը թեկնածու կամ դոկտոր է դառնում, կամ նման ինչ-որ աստիճաններ է ստանում, ճիշտ է։ Հավաքվում են, մի կողմից օպոնենտներ են հավաքվում, մի կողմից գիտխորհուրդն է հավաքվում, ձեռ են բարձրացնում, քննարկում են, լսում են այդ մարդուն, գնահատում են, ասում են դու արժանի ես տեխնացուի, դու արժանի ես դոկտորը, ճիշտ է։ Հիմա հաջորդը բոլոր միջազգային մրցանակները առանց բացառությամբ տալիս են մարդու գնահատականի հետևանքով։ Չեն տալի, որ դու տպել ես։ Կարեր 10 տպեիր, 1000 տպեիր, 100,000 տպեիր, ոչ մեկը շանտեղ չի դնի։ Ասում են, այս մարդը, այսինքն համաշխարհային դեմքերը հավաքվում են, ասում են, այս մարդը շատ խոշոր բան է արել։ Այս իր արածի վերնագիրը, այսը մեր գնահատականը, տվեք իրան համաշխարհային մրցանակ։ Բարձր որակի, միլիոնավոր դոլարներ կամ եւ այլն, կարևոր չէ։ Ճիշտ է, հիմա տեսեք, 0-ից սկսած մինչև անվերջը արդեն այդ միջազգային մրցանակներն են։ Բոլոր դեպքերում մարդիկ են գնահատում։ Նույն ձևով, եթե մենք նայենք Մերգելյանին այդ մարդիկ շատ բարձր են գնահատել, շատ բարձր որակի մարդիկ գնահատել են շատ բարձր։ Իմիջիալոց այստեղ կուզենայի նաև շեշտել Առաքելյանի անունը, որը շատ քիչ մարդ գիտի։ Նորայր Առաքելյան, էլի մաթեմատիկոս, որը միջազգային համաշխարհային մաթեմատիկական ընկերության կոնգրեսի ժամանակ
ունեցել է պլենար զեկուցում։ Դուք որպեսի իմանաք դա ինչ բան է, դուք չի էլի, դա հերոստալեսով է էլի։ Իմ իմացածով Սովետում մենակ հանրապետություններից միակ մարդը, որ եղել է այդ համաշխարհային մրցանակի պլենար զեկուցումը ունեցել, դա Առաքելյանն է, Մերգելյանն չի։ Եվ պատկերացրեք Առաքելյանի վիճակը համարյա նման է Մերգելյանի վիճակին, նա վերջերս է մահացել 2 տարի առաջ, բայց եթե նա այսօր կենթանի էր, նա էր լինել լաբորանտ կամ կրծեր գիտաշխատող, պատկերացնում եք ինչ ցավալի բան է, էլի։ Այսինքն դուք խոսում եք չափանիշների սխալ լինելու հետ, բայց եթե դուք քննադատում եք այդ չափանիշները, դուք պետք է առաջարկեք ձեր։ Արդեն առաջարկում եմ, փաստորեն առաջարկել եմ։ Իմ առաջարկած չափանիշը այն է, որ բարձր որակի գիտնականին կարա գնահատի մենակ միջազգային բարձր որակավորում ունեցող գիտնականներ կամ գիտնականների համախումբը։ Հիմա ավելի դետալով ասեմ։ Օրինակ Մերգելյանի Առաքելյանի դեպքում իրանք ասել են, որ это выдающийся результат։ Մի ուրիշ դեպքում կարան ասեմ, որ ինքը ստեղծել է ուղղություն, направление, մյուս դեպքում կարան ասեն շատ ավելի բարձր, որ ստեղծել է տեսություն։ Ուժը թեորիոս է, դա ամենաբարձրն է, դա այսպես ասած։ Հիմա եթե կան այդպիսի տեղեկություններ, ուրեմն դա էլ հենց չափանիշն է բարձր որակի գիտնականի։ Տեսեք, ես ուզում եմ շեշտեմ, խոսքը չի գնում լաբորանտի բանի մասին։ Այնտեղ հեշտ է, 2 հատ ես տպեմ, մյուսը մի հատ տպե, ասում են լավ քեզ $100 ավել։ Խոսքը գնում է բարձր որակարով ունեցող։ Մերգելյանն ու Առաքելյանը կարան մեր մոտ գնահատվեն մենակ այս իմ ասած տարբերակով, ուրիշ տարբերակ չկա։ Այսինքն մի րոպե ես հասկանամ ինձ համար, որ հեռուստադիտողներն էլ հասկանան։ Եթե միջազգային ճանաչում չունի այդ մարդը, հա, ինքը մասնագետ չի։ Չէ, ով ասեց տենց բան։ Ուրեմն պետք է ինչ-որ չափանիշ լինի։ Մի չափանիշը դուք ասեցիք։ Դա միջազգային համապատասխան բանի Արժե որ ես մի հատ կրկնեմ միտքս եւ շեշտը դնեմ կարևոր մոմենտի վրա։ Ես խոսում էի բարձր որակի գիտնականների մասին։ Եվ արանքում շատ կարճ ասեցի, այն ավելի ցածր որակները կարելի է գնահատել շատ տարբեր արտաքին տվյալներով, որոնց մեջ է նաև այդ սորոսական տվյալները։ Իսկ սորոսական տվյալ ես որն եմ անվանում, որը մերժում է իմ ասած հիմնական չափանիշը եւ շեշտը դնում է վերջնական հոդվածների քանակի վրա։ Իսկ ամեն գիտնական հասկանում է, որ այդտեղ կարող է լինեն հազարավոր, տասնյակ հազարավոր, 100,000 խաբեբայություններ։ Մարդը կարող է մի արդյունք չկա։ Հա, էլի, մարդը կարող է մի հոդվածը 100 անգամ տպի։ Եվ գիտնականները դա գիտեն։ Փորձառու տարեկով սա գիտնականներն են գիտեն։ Եթե ժուրնալ ունես, ընկերներ ունես, բանը, հա տպել է, հա կարկանի, հա տպեք, քու ձեռը ոչ մեկը, հա։ Դուք ինչ չափանիշ եք առաջարկում։ Ես առաջարկում եմ չափանիշ բարձր որակի գիտնականների համար։ Ինչու է իմ ասածը կարևոր, որովհետև եթե դու ուզում ես ձևավորես ակադեմիա, դրանք պետք է լինեն բարձր որակի մասնագետներ, մնացածը իմաստ չունի նայել։ Իմաստ չունի պարզապես։ Այդ դեպքում ոնց պետությունը ինքը որոշի այս ոչ բարձր որակի, ասենք միջին եւ ցածր որակի մասնագետներ։ Ես դա տպել եմ
չգիտեմ քանի անգամ ես մոտ 200 հոդված եմ տպել, բայց մի 20 անգամ տպած կալ եմ մենակ թերթերում, մասնավորապես ձեր մոտ։ 20 անգամ մինիմում տպել եմ։ Դա հետևյալն է, որ ես առաջարկում եմ նման տվյալներ կարելի է վերցնել միայն ինտերնետից կամ հատուկ դու պետքա դիմես մարդուն, ասես այս մարդու համար ինձ կարծիք տու, դա է կարող լինի, բայց այդպիսի կարծիքներ պետքա լինեն գոնե 3 հատ, ինչի որովհետև մի անգամ մեկը կարող է մի սիրուն բան ասի, լավ կերել է, տրամադրությունը լավ է, կամ վատ բան ասի, եւ այլն էլի, մինիմում 3 անգամ պետք է այդ ձևի այսի մասած չափանիշներով հղումներ լինեն միջազգային բարձր որակի գիտնականների, որ մենք ասենք հա, այսի արդեն խելքի մոտ է, էլ եմ կրկնում, 3 անգամ բարձր որակի գիտնականները պետք է ասեն, որ հա Տիգրանը ստեղծել է տեսություն։ Այդ ժամանակ մենք կհավատանք, որ այսինքն եթե ես ճիշտ հասկացա ձեր մոդելը, դա հետևյալն է, ուրեմն բարձր որակի գիտնականները որոշում են իրենց միջազգային ճանաչումով, հետո այդ բարձր որակի մասնագետները ներսում իրենք են որոշում ավելի ցածր որակի մասնագետների հիերարխիա։ Մոտարապես այտենց մի բան պարզա, որ այդ բարձր որակի մասնագետները, օրինակ գիտության ոլորտում, պետք է ընդգրկվեն այդ իմ ասած գիտության խորհրդի մեջ, որը արդեն քանի անգամ ես նկարագրում եմ։ Պարզա չէ, որ երեխեքը չեն գալու այդ։ Բայց դա իրենց ցանկությունով պետք է լինի, չէ։ Իհարկե։ Հիմա դուք շահագրգռված եք Հայաստանում գիտության զարգացման, այն մյուս բարձր դասված գիտնականը վաղուց տեղափոխվել է, ասենք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ այնտեղ գիտության պես զբաղվում։ Ինչ ունենք, ուրիշ բանով չենք կարող զբաղվենք։ Հայ մենք կարող 100,000 հանճարեղ հայ գնացել է, դե գնացել է, խոչենք։ Շատ լավ։ Հիմա պատկերացրեք մեր Նոբելյան մրցանակակիրը գնացել է արդեն ձեր չափանիշով ինքը ճանաչված է։ Դուք ասում եք հիմա պետք է գնահատել Պողոսին, Պետրոսին, Մարտիրոսին, ինքը ասում է ես դրա ժամանակը չունեմ։ Եվ հարցը դրանով վերջանում, այսինքն մեզ պետք է ինստիտուցիոն ինչպես, այ բացատրեք։ Ես ես խոսացնում եմ, որ հերոստատիտով հասկանա։ Ես կարամ օրինակներ բերեմ, երբ որ Հայաստանում կան մարդիկ, որոնք լավ է ունեն այդպես տվյալներ, բայց ոչ այսօրվա ներկա ակադեմիային է ձեռ տալի ճանաչել դրանց, ոչ մինիստրությանն է ձեռ տալի ճանաչել, ոչ կոմիտեին եւ որևէ չինովնիկին։ Նա չի, որ Հայաստանում չկան այդ մարդիկ կան, եւ ես ու իմ ընկերները պատրաստ ենք, եթե ուզում են մի ցուցակ տանք, մեծ ցուցակ չի, բայց կարևորը սկզբունքն է, որտեղ թողեթան իրանք ստուգեն, մենք բան չենք ասի, թողեթան ստուգեն, այդ տվյալները կան ինտերնետում։ Շատ լավ, բայց մի բան է ինստիտուցիոնալ ինչ-որ բան սիստեմ սարքել, տեսեք, դուք ասում եք, այդ հոդվածների սիստեմը վտանգավոր է, վատն է, ճիշտ չի որոշում եւ այլն, բայց այնտեղ ինչ-որ սիստեմ սարքել են։ Այո, հիմա դրան պետք է հակադրվի այլ սիստեմ։ Հիմա այդ սիստեմի մասին խոսենք։ Ով ասեց հակադրության մասին։ Ես եմ ասում։ Որ եթե նա վատն է, ուրեմն դրան պետք է հակադրվի լավը։ Ճիշտ համակարգը այն է, որ հաշվի կառնի ամենաբարձր որակի Հայաստանի գիտնականներին։ Իմ ասածը հետևյալն է։ Իսկ այն, որ ասենք հաջորդ էտապը ոչ լավագույն գիտնականները ասենք,
կարան իրար հետ համեմատվեն թվականակով եւ այլն, առարկություն չկա համեմատեք, բայց այդ երկրորդ էշելոնը ոչ պետք է ակադեմիկոս դառնա, ոչ է խորհրդի անդամ, ոնց որ ես առաջարկում եմ։ Հասկացած էր ասածը, բայց ներողություն եմ խնդրում, օրինակ բերեմ, դուք բացատրեք այդ օրինակը։ Դա Ֆիզիկա-մաթեմատիկական գիտություններում սովորաբար երիտասարդ տարիքն է համարվում ամենաարդյունավետ, այդ ժամանակ են բազմաթիվ մեծ մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ հայտնագործել իրենց օրենքները, հայտնի դարձել եւ այլն։ Հիմա պատկերացնենք կա այդպեսի մի հատ միջազգային գնահատված մարդ, որը որ ասենք 24-25 տարեկանում արել է ինչ որ պետք է անի եւ ճանաչում է գտել, դրանից հետո գիտության մեջ համարյա ոչինչ չի արել։ Դա գիտեք ինչ, ես ասեմ, որ նա ձև է էլի մոտեցում։ ասեմ։ Այո։ Ստեղ մի անգամից մի քանի հարց առաջարկում, մեկը ինը, որ մարդուն պետք է գնահատես մասնագետին, ոչ միայն գիտնականին, պետք է գնահատես իր ամբողջ կյանքի տվյալով, տվյալները հաշվի առնելով, էլի, ասենք ինքը ունի ստատուս выдающегося ученого, բայց եթե չի աշխատում, դուք կարաք իրան ոչ մի փող չտաք, բայց իրան մեկը պետք է ճանաչեք որպես արժեք ունեցող մարդ, էլի։ Հասկացա։ Այդ մեկ, երկրորդը ես օրինակ բերեմ երաժշտությունից ես մի քիչ համ գիտեմ, համ կարդացել եմ, էլի։ Օրինակ Ջուզեպպե Վերդին իր նախավերջին օպերան գրել է 73 տարեկան հասակում։ Այդ եղել է Օթելոն։ Օթելոն էապես ուրիշ օպերա է, էլի, ինքը փիլիսոփայական, ինքը ոնց որ երաժշտական մտածելակերպը ռեֆորմա արել, էլի, այդ Օթելոն շատ ուրիշ ստեղծագործություն է։ Նախքան իր Ռիգոլետան փողոցային բոլոր երեխեքը երգում էին։ Օթելոն են օպերան չի, որ դու փողոցում երգես։ Ծանր փիլիսոփայական եւ այլն Շեքսպիրի բանով էլի Օթելոն։ Հաջորդը Ֆալստաֆն է էլի Շեքսպիրի, որը գրել է 80 տարեկանում։ Հիմա ով է մեզ իրան օգտավե Վերդին ջնջել, ասենք 65 տարեկան հասակում ջնջենք, ասենք Վերդին մեռել է, էլ բերեք շանտեղ չտնենք։ 73-ին մի հանճարեղ բան արեց, 80 տարիքին մյուս հանճարեղ բան արեց։ Հանճարեղ մարդը անես մի երևույթ է, որը ամեն րոպե կարա մի բան անի, էլի։ Բայց Կոնֆուցիը իր բանը գրել է 72-3 տարեկան հասակում։ Ես բնավ չեմ ասել, որ բարձր տարիքի գիտնականները չեն կարող հարցում սարքել։ Ես խոսում եմ նրա մասին, որ պետության տեսանկյունից պետք է համակարգ եւ ինստիտուցիոնալացված համակարգ։ Դրա պատասխանն ես տվեցի։ Շատ լավ։ Չի հոդված չի գրում, փող մի տվեք։ Բայց մի ասեք, որ դա զիբիլ է։ Մի դրեք այդ պացանների բերանը խոսակցություն, որ ես ստարշի ավակ գիտաշխատող եմ, ուրեմն ես մեր գիլանից 10 գլուխ բարձր եմ։ Գործը դրան է գնում, չէ։ Հասկանալի։ Մի քիչ միացրեք ուղեղները, դա ինչ է կանում։ Ես առաջարկում եմ հիմա դուրս գալ կարճատև գովազդային դադարի, որից հետո մենք շարունակենք մեր զրույցը եւ մենք խոսենք գոյություն ունեցող գիտությունների ակադեմիայում գործող սկզբունքի մասին, փորձենք հասկանալ ինչու չի կարելի այդ սկզբունքը, ինչպես դուք եք մեկնաբանում, օգտագործել Հայաստանի գիտության մեջ։ Գովազդը եթերում, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։
Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր զրույցը Գրիգոր Բարսեղյանի հետ, Գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի գլխավոր մասնագետ եւ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր։ Պարոն Բարսեղյան, ակնհայտ է, որ պետության համար գիտության հետ հարաբերվելու ինչ որ մեխանիզմներ են պետք։ Պետությունը չունի այդպես այն զգացական բանը, որ սա լավ գիտնական է, սա վատ գիտնական է, պետք է ինչ-որ չափելու, չափորոշիչներով սիստեմ։ Հիմա դուք խոսում եք Սորոսի կանոնների մասին, կարող են լինել այլ կանոններ, դա բանի հարց է, բայց որ կանոնները պետք են դուք համաձայն եք դրա հետ։ Իհարկե, իմ ասածը ինչ է, իմ ասածը նոր կանոններն են, որոնք ճիշտ են։ Օրինակ, տեսեք, կլինի 20 տարուց ավել ես քննադատում էի այն ժամանակվա նորաստեղծ գիտության կոմիտեի չինովնիկական գործունեությունը, իրանք պնդում էին, որ իրանք ունեն աշխարհի լավագույն էքսպերտների համակարգը, այսինքն իրենք ունեն աշխարհի լավագույն էքսպերտներին, որոնք կարող տան գնահատական տվյալ աշխատանքի մակարդակի մասին։ Լկտիագույն սուտ
Ես այն ժամանակվանից արդեն չեմ հիշում, որ թվերն էր, ես գրում էի մեծ հոդվածներ, որ սա լկտի սուտ է։ Ինչի, որովհետև օրինակ Հայաստանում տվյալ մասնագետներին կարա մեկը գնահատողը, նորմալ գնահատողը լինի Հոնկոնգում, մյուսը Նյու Յորքում, հաջորդը Աֆրիկայում կամ Փարիզում։ Ուրիշ չկա աշխարհում, որ իրան գիտությունը այնպես բան չէ, որ ամեն հաց ու պաներ ուտող ելնի ասի պաները լավներ թե չէ։ Իսկ սրանք ասում են, որ աշխարհի լավագույնները իրանք ունեն։ Մեծ երկրները կամ հայտնի ժուրնալները, երբ որ պետք է մասնագետ, որը գնահատի այդ երկրի եղած պոտենցիալը, այդ ինստիտուտի եղած պոտենցիալը, այդ ժուրնալում ներկայացված հոդվածների պոտենցիալը, գլուխները բռնում են։ Եկավ մի հատ չինովնիկ հայտարարեց, որ ես ունեմ աշխարհի լավագույնը։ Այն դեպքում, որ ոչ մի հատ չունեն։ Հիմա տեսեք այդ մարդիկ, որոնք գիտականների մեջից են ընտրված էլի, չէ՞։ հա, բայց օրինակ միջին թվաբանական Հայաստանի գիտնականի համար չկա մեկն ու մեկը Հայաստանում, որը ունենա այդ պոտենցիալը, որ իրեն գնահատի, որովհետև հայերը շատ բաներով են զբաղվում, սիրում են գնալ սրան նրան կպնել այս երկրում, այն երկրում, եւ արդյունքայինն է, որ մենք չունենք այդպես մասնագիտական բան։ Եվ հիմա պատկերացրեք, գիտության կոմիտեն տալիս է տարբեր տեսակի գրանտներ, ասելով, որ իմ էքսպերտները գնահատել են, լկտի սուտ, դու չունես էքսպերտ, լկտի ագույն սուտ է, չունես էքսպերտ։ Սպասեք, չունես էքսպերտ ասելով ինչ եք հասկանում, այսինքն չկա այդ պաշտոնին նշանակված ինչ-որ մեկը, թե դա վատն է նշված մարդ։ Կա, բայց ինքը գիտելիք չունի, որ գնահատի։ Ես արդեն երրորդ անգամ պատտվում ասում եմ, մեկը կարող է Հոնկոնգում լինի, որ այդ գիտնական հասկանում է, մյուսը Պրագայում, երրորդը Աֆրիկայում կամ Ամերիկայում, ուրիշ մարդ չկա։ Երբ որ սրանք ասում են ես գնահատել եմ, ես ուզում եմ ասել ղալատ ես արել գնահատել ես։ Դու չունեիր այդ պոտենցիալը գնահատել։ Հիմա պատկերացրեք, մեր կոմիտեն տալիս է բազմաթիվ գրանտներ աշխատավարձից դուրս։ Ու էլի հիմնավորում է դրանով, որ իմ մասնագետները գնահատել են։ Փողերը բարձրացրել են աշխատավարձները, լավ են արել, շնորհակալության պետության։ Բայց ի լրացումն դրան իրանք տալիս են բաներ, տես լրացուցիչ գրանտներ են տալի։ Հետո սկսում են գիտնականին չափելուց խոսալ, թե ինչքան լրացուցիչ գրանտ է ստացել։ Այդ թվերն են սկսում օգտագործել։ Որպես չափանիշ, հա։ Որ ինքը ի սկզբանե սխալ գործողություն արել, հետո այդ նույն գործողության հիման վրա ինքը հաջորդ օրը սկսում է գնահատել գիտնականին, այն բանով, թե իրանից ինչքան գրանտ է ստացել։ Թողեմ մի կողմ չեմ ուզում դրան կպնեմ, թե ինչքան ատկատ են ստանում, հենց անես չի էդի։ Էդի բոլորն է հասկանում են, բայց քիչ մարդ կա, որ թույլ է տալի իրան խոսալ դրա մասին։ Հաջորդ կետը այն է, որ մենակ այդ չի, մրցանակներ են տալի այդտենց։ Եղբայր դու չունես գիտնական, որը գնահատում է, կարա գնահատի քո գիտնականը, դու ոնց ես մրցանակ տվել։ Հիմա տեսեք, տալիս են գրանտներ, ոչ գիտական սկզբունքով, տալիս են մրցումնային թեմաներ, ոչ գիտական սկզբունքներ,
տալիս են մրցանակներ ոչ գիտական սկզբունքներով չունեն չկա այդ մասնագետը չկա Հայաստանում չնայած դրան իրանք այդ բոլորը տալիս են հետո նստում սեղանին հավաքում են ասում են էսի լավ գիտնական է էսի վատ գիտնական է հետո հարցնում ես իսկ Մերգելյանը ով դե Մերգելյանը զիբիլ ապարս չի հələ տեսեք ինչ է կատարում ցնորքը ցնորքի վրա այսինքն եթե ուզում ենք մի բան փոխենք պետք է հասկանանք հիմնական բանը այս երկրի հիմնական գիտնականը ով է իսկ այս հնարած բոլոր Մինիստրություն կոմիտե եւ այլն դրանք բոլորը պետքա պատասխանատվություն տան սա իմ կոչն է եթե ուզում եք շարունակենք հիմա գանք այդ նույն բանով ակադեմիային հենց գիտության մինիստրության եւ կոմիտեի չափորոշիչներով ակադեմիկների մեծ մասը ոչ միայն չեն համապատասխանում լավագույն գիտնականների, այլ պարզապես ծիծաղելի վիճակում են։ Ճիշտ է, ակադեմիկներին ամեն գնով ինչ-որ պաշտոն են տալի, բայց շատ-շատերը իսկապես կրծերի բանը չունեն։ Կարելի է ստուգել։ Հիմա տեսեք, այս ակադեմիան արդեն որի-որ անգամ ասում եմ, այդ ակադեմիան պետք է ըստ սահմանման կազմված լինի լավագույն գիտնականներից, չէ՞։ Իսկ ակադեմիայում չկա որևէ մեկը Գոնե մի հոգի ակադեմիկների մասին է խոսքը, որի աշխատանքների մասին մենք տեղեկություն ունենք, որ դա պայծառ արդյունք է, ուղղություն է, տեսություն է, չկա գոնե մեկը։ Իսկ ասենք հոդվածների բանի քանակով է դա։ Մի կողմից դա բան չի, որովհետև ակադեմիկը դա ինչ-որ կապեր ունի, բան, որ միշտ է ինչ-որ զիվիլ բան կարող է տպի։ Բայց անգամ այդ պայմաններում այդ աշխատանքները չունեն։ Ոչ տվյալներ ունեն, որ իրանք մեծ գիտնական են, ոչ տվյալ ունեն, որ իրանք աշխատանք ունեն։ Մեծ մասը թերություն է։ Այսինքն, այդ ինչ ակադեմիա է։ Հիմա կարելի ասել վերադառնում եմ, բայց տեղին է վերադառնալ, էլի։ Հիմա եթե Հայաստանում կան մարդիկ, որոնց մասին համաշխարհային դեմքերը բարձր կարծիք ունեն, իմ առաջարկը այն է, որ դրանք պետք է կազմեն ակադեմիան։ Կարող է լինի 20 հոգի, Աստված իր հետ։ Ֆինլանդիայի ակադեմիան աշխարհի ամենահայտնի ակադեմիաներից է։ Այնտեղ 10-12 հոգի մարդ է, եթե չկա կարկառուն դեմք, ակադեմիկ չկա։ Օրինակ մեր նման չի, որ զորով մի հատ էլեկտրիկի, ասեն մենք էլեկտրականությունից ակադեմիկ չունենք, բերես ուչիլիչեի բանից Բայց չէ՞ մենք ունեցել ենք այդ պոտենցիալը։ Ունեցել ենք, դե հիմա ունեցել ենք 40 տարի արտադրանք չունենք, 40 տարի, ասեցի կարող է ավել, որովհետև իրականում սովետիկ հանդվելը սկսել է 80-ականների սկզբից, էլի, որ նայես։ Այո, բայց չէ՞ որ նրանց հոդվածները հիմա տպագրվում են միջազգային ճանաչված, այնտեղ Q1, Q2, Q3 հոդվածները։ Այդ գիտնականների այս պահի դրությամբ էլ, եթե ես չեմ սխալվում, կարելի է մի հատ էլ ստուգել, բայց Հայաստանը այդ հոդվածներ տպագրելու մասով համաշխարհային մակարդակով դեռ բարձր դիրքեր ունի։ Եվ ով ասեց, որ հայ ժողովուրդը տաղանդավոր ժողովուրդ չի։
Մենք դրա մասին չենք խոսում, կարանք խոսանք։ Ես խոսում եմ ակադեմիկոսների մասին, հենց Ակադեմիկը այդտեղ ընդհանրապես կապ չունի։ Բերեք ցույց տվեք այն ակադեմիկին, որը այդ իմաստով նկատելի մարդ է։ Ընդհանրապես կապ չունի։ Հասկանալի է, բայց սա գիտեք ինչ, ես ուզում եմ անընդհատ այնպես անել, Ջայր որպեսզի տղա է, ստեղից նեղացած գնում է ինչ-որ մի հատ Անգլիայի կամ Ամերիկայի համալսարան, անդե իրան ցույց է տալի, էներգիան կա, գենը կա, ինչ-որ բաներ ունի, բնածին մի քանի տարում ստանում է պոզիցիաներ բարձր։ Ինչ ա եղել։ Ես երկու հատ իմ մոտ տղա էր գալի, երկուսն մի քանի տարում դառան պրոֆեսորներ Անգլիայում եւ Ամերիկայում։ Երկուսն մի քանի տարում։ Տաղանդավոր երեխեք էին։ Ասպերանտը չէին, ասեմ քեզ, որովհետեւ իրանք գիտեին, որ գնալու են։ Իրանք պետք է չէր իմ մոտ ասպերանտ դառնալ, որովհետեւ գիտեին, որ գնալու են։ Գնացի դառել են փառք պատիվ հայ ժողովրդին։ Իսկ ոչ մեկը չի ասում, որ մենք լավ գիտնականներ չունենք։ շատ լավ, եկեք հիմա խոսանք իրավիճակ շտկելու մասին, որովհետև մենք անընդհատ այս վատի վրա բան ենք անում, բայց եթե չկան առաջարկություններ, այդ ամբողջը դատարկ բան է լինում։ Ես գիտեմ ձեր հոդվածներին, գիտեմ, որ դուք առաջարկություն ունեք, բայց հիմա մեր խնդիրն է ներկայացնել հեռուստադիտողներին։ Փաստորեն ես արդեն ներկայացրել եմ գիտնականների գնահատման համակարգում ես առաջարկել եմ եւ էլի նորից եմ առաջարկում այդ համակարգը, որտեղ ամենաբարձր կարծիք ունեցող աշխարհում հայ գիտնականները պետք է դառնան էլիտա հայկական կենցաղում։ Այսինքն այն համակարգը, որ ես ասում եմ գլխավոր չափանիշները պետք է սկսենք կիրառվել ստեղ։ Մյուս կարելն է, որ դրա այդ մարդկանց հավաքածուները պետք է կազմեն նոր ակադեմիան։ Հին ակադեմիան աբսուրդ է։ Դա մի քանի աբսուրդի մեկը մյուսի վրա դրած մի քանի աբսուրդի բան է կառույց է, մի քանի աբսուրդների վրա հիմնված կառույց է։ Իսկ բազմաթիվ դետալները արդեն, երբ որ կլի խորհուրդները կսկսեն աշխատել, այսպիսի հիմարություններ, որոնք մենք ամեն քայլափոխին ունենք, այսինքն չունենալով էքսպերտներ տալիս ենք մրցանակներ, տալիս ենք փողային պրեմիաներ, բան, հետո դրանք մի անգամ էլ ենք հաշվի առնում, մի անգամ էլ ենք մրցանակ տալի, այդ բոլորը կվերանա ինքը իրան։ Կլաս ունեցող գիտնականը չի կարող սրան նայի ու համաձայնվի սրա հետ։ Իսկ մեր մոտ սենց է մարդիկ նվիրված են հաճախ կարիերային եւ վերևից եկած կամայական բանը իրանց ձեռատալի այնքանով, որ իրանք չտուժեն եւ շահեն, եթե հնարավոր է, մեր կենցաղի բանը էդ է հիմնական։ Շատ քիչ մարդ կա, որը մտածում է, իսկ ինչա ձեռնատու Հայաստանին։ Տեսեք, ի տարբերություն մաթեմատիկական գիտությունների, հասարակական գիտություններում հաշվի են առնում նաև եղած իրողությունները, մարդկանց շահերը, դրանց փոխհարաբերությունները։ Արդյոք ձեր առաջարկածը պարզապես իդեալական մի կառույց չի, որը հնարավոր չի, որ ռեալ կյանքում իրականանա, որովհետև դուք հաշվի չեք առնում այդ մարդկանց եւ շահերը,
եւ բաները եւ ձեզ պետք է ընդամենը մի հատ այսպես հասկացող առաջնորդ, որ հասկանա, որ ձեր ավելի ճիշտ է, քան գործողը եւ ասի ես մատի շարժումով դա անում եմ։ Դե դուք հիմա նշեցիք հասարակական ոլորտի մասնագետներին, որը ոչ մի կապ չունի իմ ասածի հետ, մինչև հիմա ամեն ինչ ես որ խոսում եմ վերաբերվում էր ֆունդամենտալ եւ տեխնիկական գիտություններին։ Ամեն ինչը ինչ ես խոսացել եմ դա, բայց դուք կառույց եք առաջարկում։ Չէ, շատ լավ, իսկ ով ասեց, որ ես պարտավոր եմ։ Շատ լավ, իսկ այդ կառույցը իրականանալու շանս ունի, թե չէ։ Հասարակական գիտություններում Չէ, դրա մասին գիտության չեմ մեջ։ խոսում։ Հա, դուք չեք խոսում, դուք ուղղակի տալիս եք իդեալական կառույց, ասում եք ուզում եք վերցրեք, ուզում եք մի վերցրեք։ Դա իմ գործը չի, որտեղ օրինակ Ֆրանսիայում հասարակական գիտությունները գիտությունից ազատված են։ Իրանք առանձին իրանց ակադեմիաները ունեն, որտեղ չափանիշները ուրիշ են, չափորոշիչները ուրիշ են, բայց մի բանը կարելի է ասել իմ մոտ նաև կաշխատի հասարակական գիտությունների մեջ։ Էտենա թե ինչ են կարծում մարդիկ այս կամ այն դեպքում։ Տեսեք օրինակ դուք մեծ դիտումներ ունեք, սա արդեն տվյալ է, ինտերնետի տվյալ է, որ դուք լսարանը ձեր մեծը, դուք արժանիք ունեք։ Կարող աստեղ բազմաթիվ բաներ լի, չէ, ասենք, հասկանալի է, էլի։ Միջազգային համագործակցություններ, պետությունների ազդեցություններ, տարբեր էլիտաների ազդեցություններ, պարզա որ շատ հստակ չի էլի դա, բայց մեկա սկզբունքը էլի նույնն է, ովա գնահատե ձեզ, օրինակ նման խոսակցություններ հաճախ իմ հետ տանում է Շիրիլյան Լևոնը, ասում եմ ախպեր ջան, ինձ մի հարցրա, ես այդ թեման չեմ մտնում, ձերը ուրիշ է, մերը ուրիշ է, էլի ժամանակը ասնում է, էլի գալիս Շատ լավ, այդ դեպքում այս հարցը տամ, եթե այդպես հնարավոր չի, կա արդյոք երկիր, որոնք այդ մոդելը, որ դուք ասում եք, կամ մոտավորապես դրա նման մոդել կիրառում են աշխարհում եւ հաջողակ են գիտության մեջ։ Գիտեք ոնց է, օրինակ ես Լոնդոնում աշխատել եմ staff member-ը կոչվում 2 տարի, այդ Մարիա Կյուրի պարգևի շնորհիվ էլի։ Այնտեղ ես ոչ մի խոսակցություն չեմ լսել հոդվածների քանակի մասին։ Ես բազմաթիվ անգամ որպես համալսարանի անդամ սովորական հələ մի բան էլ ավելի բարձր, էլի ստատուսս իմ բարձր էր։ Ինձ ասում են, դե չես ուզում մի արի այդ ժողովներին, ասի չէ ինձ հետաքրքիր է։ Ու գնացել եմ բոլոր այն դեպքերում, երբ որ նոր մարդ էին ընտրում։ Երբեք չեն խոսում հոդվածների քանակից, ոնց որ մեր մոտ է։ Երբեք չեն խոսում, գիտեք այնտեղ ոնց է, այնտեղ մարդիկ ավելի ազնիվ են, դաստիարակված են, ավելի ազնիվ են, եւ ոնց որ այն ինչ որ ես ասում եմ, իրանց մոտ ավտոմատ է, որ իրանք էդի պետք է այտենց ընդունեն, չեն կարա չընդունեն։ Եվ արդյունքը իրանց առանց խոսալ անում են ճիշտ լուծումներ, դու այնտեղ ես չեմ տեսել դեպքի, որ մարդը արժանի է եւ իրան չեն գնահատել։ Իսկ մեր մոտ այտենց հարցերը լուծում են, ես չգիտեմ ոնց են լուծվում։ Բյուրոկրատիայի կանոնների շատացման, պայմանների թելադրմամբ
ինչ ուզում եք, էլի ինչ абսուրդ բան ասես կարան մտցնեն, վերջում ընտրեն ամենաարժանին։ Իսկ հնարավոր է սովետական համակարգը։ Իսկ հնարավոր է դա կապված է պարզապես հասարակական զարգացման մակարդակից։ Իհարկե, Եվ այդ հարցերը չեն շտկվի միջև հասարակությունը չհասունանա։ Տեսեք, այստեղ ես ուզում եմ շեշտեմ հետևյալը, Ռուսաստանում մինչև 50-60 թվերը ակադեմիայում լիքնեին սովետական ցարական ժամանակվա ազնվականները մինչև 50-60 թվականները եւ այդ մարդկանց համար սուտ խոսալայական բանը անպատվություն էր էլի որ դու իրեն առաջարկեիր ճիշտ է Ստալինի ժամանակներն են ացա ինչ ասես եղել է բայց մնացել է եւ ու գիտությունը 50-60 թվականների շատ ավելի բարձր որակի եւ պատկառելի էր քան թե դրանից հետո 70-ներից սկսավ Ռուսաստանում ինչ ասեմ են աչքակապությունը, աչքավտիրательство, նեգատիվ երևույթները եւ այլն լիքը Այսինքն մահացան են մարդիկ, ովքեր գալիս են բարոյականությունը ընկավ եկան նոր չինովնիկներ, գանգստերներ եւ գիտությունը գնաց այդ ուղղությամբ իսկ 80-ների վերջում արդեն տոտալ անբարոյականություն էր ամբողջ Սովետի միությունում տոտալ Հիմա ձեր առաջարկության կիրառման հետ կապված, այսինքն մենք պիտի սպասենք հասարակությունը դառնա ավելի բարոյական, ավելի զարգացած նոր կիրառենք, թե հիմա կարելի է կիրառել։ Որպեսի հասարակությունը դառնա բարոյական, պետք է մտցնել այս կանոնները, որ իրանք կիմանան, որ բարոյականությունը աշխատում է։ Շատ լավ, փորձենք ամփոփել հաղորդումը։ Ձեր հիմնական միտքը, որ դուք կուզենայիք ասել հեռուստադիտողներին։ Դժվարանում եմ ասել, եթե ուզում եք լավ երկիր ունենաք, լսեք ճիշտ առաջարկները եւ նպաստեք դրանց իրագործմանը, ես չգիտեմ ոնց ասեմ էլի։ Այսօր շատ լավ, ավելի լավ դժվար է ասել երևի։ Ուրախ եմ, եթե նորմալ պատասխան դուս եկա։ Սիրելի բարեկամներ, մենք ամփոփում ենք այսօրվա հաղորդումը, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Մաթեմատիկ գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Մարի Կյուրի համաեվրոպական մեծ մրցանակի դափնեկիր Գրիգոր Բարսեղյանը։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչև նոր հանդիպում։